Nations, and I think the potential of the United Nations is incredible. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով սեպտեմբերին ՄԱԿ-ի ներուժն անհավանական էր համարում, օրերս իր երկիրը դուրս բերեց կառույցի ավելի քան 30 կազմակերպություններից։ Աշխարհը ոչ առանց տարակուսանքի հետևեց, ինչպես է ԱՄՆ-ն միանգամից 66 միջազգային կառույցից դուրս գալու որոշում կայացնում։ Ես որոշել եմ, որ Միացյալ Նահանգների շահերին հակասում է թվարկված կազմակերպությունների անդամ մնալը, մասնակցելը կամ դրանց այլ կերպ աջակցություն ցուցաբերելը, կարդում ենք Թրամփի հրապարակած հուշագրում։ America First նախ եւ առաջ ամերիկան կարգախոսով առաջնորդվող նախագահը որոշել է, որ այս 66 կառույցներին անդամակցությունը ամերիկացիների վճարած հարկերից գոյացած գումարի անիմաստ վատնում է։ Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն աշխարհում երկրորդ ամենամեծ արտանետող երկիրը կդառնա առաջինը, որը կհեռանա ՄԱԿ-ի կլիմայական կոնվենցիայից, որը կլիմայական միջազգային դիվանագիտության հիմքն է։ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլը տարածած հայտարարության մեջ այս քայլին այսպես է արձագանքել. Գլոբալ առաջնորդությունից, կլիմայական համագործակցությունից եւ գիտությունից այս նահանջը կարող է միայն վնասել ԱՄՆ տնտեսությանը, աշխատատեղերին եւ կենսամակարդակին, քանի որ անտառային հրդեհները, ջրհեղեղները, մեգափոթորիկները եւ երաշտները արագորեն վատթարացնում են բնապահպանական վիճակը։ ԱՄՆ-ն դուրս է եկել նաև կլիմայի փոփոխության միջկառավարական խմբից, կլիմայի գիտության ոլորտի առաջատար մարմնից, որը հավաքում է գլոբալ ջերմաստիճանի բարձրացման գիտության վերաբերյալ ամենահարգի զեկույցները։ Կլիմայի փոփոխության հարցերով մտահոգ մարմինները բոյկոտելու քաղաքականությունը եղել է ԱՄՆ օրակարգում դեռ վաղուց, սակայն ոչ այսքան սուր արտահայտված։ Այսպես Թրամփը անցյալ տարի ԱՄՆ-ն դուրս բերեց Փարիզի կլիմայական համաձայնագրից եւ հրաժարվեց պատվիրակություն ուղարկել Բրազիլիայում կայանալիք COP30 կլիմայական գագաթնաժողովին։ Այսպես ասած, մերժվածների ցանկում են նաև զարգացման, գենդերային հավասարության եւ հակամարտությունների հարցերով զբաղվող խմբերը, որոնք Թրամփի վարչակազմը բազմիցս մերժել է, դիտարկել որպես գլոբալիստական օրակարգեր առաջ խաղացնող։ Սպիտակ տունը հայտարարել է, որ որոշումը կայացվել է, քանի որ այդ կազմակերպությունները այլևս չեն սպասարկում ամերիկյան շահերը եւ ծառայում են անարդյունավետ կամ թշնամական օրակարգերի։ Այս հաստատությունները ավելորդ են վատ կառավարվող, վատնող մեր օրակարգին հակառակ իրենց սեփական օրակարգերը առաջ մղող, մեր ազգի ինքնիշխանությանը, ազատություններին եւ ընդհանուր բարգավաճմանը սպառնացող։ Նախագահ Թրամփը միանշանակ է համարում, որ այլևս ընդունելի չէ այս հաստատություններին ուղղել ամերիկյան ժողովրդի արյունը, քրտինքը եւ գանձը առանց որևէ արդյունքի։ Անցել են այն օրերը, երբ հարկատուների միլիարդավոր դոլարներ հոսում էին դեպի օտարերկրյա շահեր, գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հավաստիացնելով ԱՄՆ-ն այլևս իր մասնակցությամբ կշիռ չի հաղորդի, իր ձևակերպմամբ ֆինանսական ռեսուրս ու դիվանագիտական կապիտալ վատնող այս կառույցներին։ Թրամփ-ՄԱԿ հարաբերությունները, չնայած պատմական վայրիվերումներին, վերջին շրջանում կայուն լարված էին, երկկողմ քննադատություններն ուղիղ էին առանց ակնարկների։ Ես լուծում տվեցի 7 պատերազմի, որոնք մոլեգնում էին ու ուղեկցվում բազմահազար մարդկանց սպանությամբ։ Եվ ես դա արեցի ընդամենը մի քանի ամսվա ընթացքում։ Շատ վատ է, որ ես էի ստիպված անել այդ բանը, այլ ոչ թե միավորված ազգերի կազմակերպությունը։ Եվ ցավոք, բոլոր դեպքերում միավորված ազգերը նույնիսկ չփորձեցին լուծել այդ խնդիրներից որևէ մեկը, ասել է Թրամփը։ ՄԱԿ-ն էլ իր կողմից քննադատել է Թրամփին Վենեսուելայում կատարած գործողությունների համար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը The Guardian-ի հետ զրույցում դիտարկում էր արել, որ ռազմական այս միջամտությունը, խախտելով Վենեսուելայի ինքնիշխանությունը եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը, վնասում է միջազգային անվտանգության ճարտարապետությանը եւ պակաս անվտանգ դարձնում յուրաքանչյուր երկիր։ Թրամփի միջազգային կառույցների նկատմամբ տածած հակակրանքի ամենավառ դրսևորումն այս շաբաթ ստորագրված հուշագիրն է, որով ԱՄՆ-ն հեռացավ ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող 35 խմբից եւ ՄԱԿ-ի 31 կառույցից։ ԱՄՆ-ն նախորդիվ արդեն դուրս էր եկել առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից եւ ՄԱԿ-ի մշակութային գործակալությունից ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Այդ կառույցները ԱՄՆ-ի դուրս գալով կարող են ֆինանսական լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ այդ երկիրն ամենամեծ անդամավճար վճարողներից էր։ Արուսյակ Կապուկչյան, Ռադիոլուր։